Եթե ընտրությունների մասնակցողներին նայեք, ապա կտեսնենք, որ իշխանությունները փորձում են կեղծ բանավեճ օրակարգ բերել նախկինների, ներկաների, Մայր Հայաստանը մերժում է այդ կեղծ բանաձևը, մերժում է այդ կեղծ քարոզը եւ երբ որ ժողովուրդը ասում ենք նոր ուժ ենք ուզում, նախկինից ու ներկայից դուրս, այլընտրանք ենք ուզում, երրորդ ուժ ենք ուզում, Մայր Հայաստանը հենց այդ երրորդ ուժն է, այլընտրանքն է, հենց այդ նոր ուժն է եւ ձայնը տալով Մայր Հայաստանին դուք նաեւ իշխանությանը, այսպես ասած, մատ կանեք, ստիպելով նրան դուրս մնալ նախկինի ու ներկայի բանավեճի կեղծ օրակարգից։ Մայր Հայաստանը ինքնուրույն ուժ է, Մայր Հայաստանը նոր ուժ է, թարմ ուժ է, մենք ստեղծման օրվանից բոլոր խոշոր տեղերում, որտեղ որ ավականու ընտրություններ են եղել, Երևան, Գյումրի մասնակցել ենք եւ ներկայացված ենք, հիմա վաղաշաբաթի ընտրություններին ենք մասնակցում ու վստահաբար պնդում ենք, որ ձեր աջակցությունը ստանալու պես մենք կյանք ենք կոչելու այն ծրագրերը, որը որ ձեզ ներկայացնում ենք։ Մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, ովքեր որ կփոխեն բամբասանքներ տարածել, դատարկախոսությամբ զբաղվել, հանգիստ կարող եք ասել, որ Մայր Հայաստանը այն այլընտրանքային ուժն է, որը դուրս է նախկինի ու ներկայի բանավեճից։ Այնպես որ Մայր Հայաստան թիվ 4 միացին, որ փոխեն։ Միացին, որ փոխեն։ Միացին, որ փոխեն։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան։